Մեքենաներ կան, որոնք իմ ուշադրության կենտրոնում երբեք չեն եղել։ Մի պարզ պատճառով, որտեվ իմ մոտ իրանք ոչ մի էմոցիա չեն առաջացնում։ Բայց վարորդները լինում են շատ տարբեր։ Տարբերն է լինում նաև իրանց պահանջները մեքենայից։ Ու կա մեքենաներին մի հատ sense ռացիոնալ մոտեցում, որը սիրված է սարքում որոշ մոդելներին։ Ու տենց մեքենաներից մեկի անունը իմ տեսանյութերի կոմենտների տակ շատ էին գրում, որ նկարեմ իրա test drive-ը։ Եվ այսօր ինձ մոտ է շատերի կողմից պահանջված 2019 թվականի Nissan Rogue-ը, որը նույնիսկ ինձ է հետաքրքիր դարձել, ուզեմ հասկանամ, թե ինչա ինքը իրանից ներկայացնում։ Որը լիքը կոպեկն է, լետնանք ավտոյի տերը չի նայում, չանք սս տանենք սախ լրիվ շումախերն ենք, Ferrari ռոլին նստած, պայքարենք ես Opel-ին հասնենք, հաճա, ստոյկա եք ընդոնում, վեչ ես կարող դրակոն էլ լի, շատ արագ կատապուլտ անում, ասենք ինչ որ հեռախոս, դես պետ չի դնում եք ստես այդ շպրտում Էկրան այնքան փոքր է, որ մի հատ էլ լուպա պետք է մեքենայի հետ տան, որ դուք սենց դնեք ու սենց հասկանաք էս ինչա։ Ես ասենց լավ աշխատող բլենդերի շարժիչ հələ չէի տեսել։ Բարև բոլորին։ Տվյալ Nissan Rogue-ը 4 քաշող SL ամենաբարձր կոմպլեկտացիայով տարբերակն է, որը հագեցված է բազմաթիվ ժամանակակից օպցիաներով, շարժիչը 2.5 լիտր աշխատանքային ծավալով, այն ունի 170 ձիաուժ հզորություն, փոխանցման տուփը վարիատոր, անվահեծերը 19 դյույմ, ճանապարհային բարձրությունը 200 մմ, մեքենայի երկարությունը 4 մետր 68 սանտիմետր, քաշը 1 տոննա 454 կիլոգրամ, 0-ից 100 կմ/ժ արագությանը այն գործարանային տվյալներով հասնում է 10.5 վայրկյանում։ Բենզինի ծախսը քաղաքային պայմաններում ռեալ կազմում է 10-ից 12 լիտր 100 կիլոմետրին, իսկ մայրուղում 8-ից 9 լիտր։ Նաև լինում է ավելի թույլ 2 լիտրանոց անիմաստ շարժիչով ու նաև անհասկանալի հիբրիդով։ Նստատեղերը լինում են 5 կամ 7 ուղևորի համար, ինչը շատ քիչ է հանդիպում։ Կոմպլեկտացիաներից 3-ն են, ամենացածրը S, հետո SV եւ ոնց ինձ մոտ է SL ամենաբարձր տարբերակը։ Հա, իդեպ իր անունի հետ կապված հայերը շատ են սիրում ասել ռուժ, ուրեմն բացատրեմ, ռուժ նշանակում է կարմիր, որ դուք ասում եք Nissan Rouge, այդ նշանակում է կարմիր Nissan, բայց ոնց տենում եք, այս Nissan-ը կարմիր չի, ինքը մոխրագույն է, ունենց որ ռուժ չի, Rogue-ա, Rogue։ Ընդհանուր մեքենան իր դասի մեջ բավականին մեծ է, որպեսզի լավ հասկանաք էսի ինչ չափի մեքենա է, համարյա իր չափը Jeep Cherokee-ին, Toyota RAV4, Mitsubishi Outlander, Hyundai Santa Fe, գերմանականներից այս BMW X3-ի չափն է, Audi Q5-ի, Mercedes GLC, ինչև է կարծում եմ հասկացաք արդեն իր չափսերը։ Բնականաբար իրան պետք չի համեմատել գերմանականների հետ, իր կոնկուրենտները ըստ գնի ու որակի պետք է նայել ամերիկյան եւ ճապոնական մեքենաների հետ։ Գերմանական այս դասի մեքենաները իրանց հետևի այս մասը մի քիչ ավելի փոքր է, որտեղ իրանց կապոտները երկար է, քանի որ ճապոնական ու ամերիկյան այս դասի մեքենաների հետ շատ մեծ շարժիչ չեն դնում, կապոտները իրանց սենց պստիկոտ է։ Գերմանացիքին էսի լավ մեծ է, նույնիսկ որ կանգնեք սենց X3-ի կամ Q5-ի դեմը, սենց եկա կապոտ է, դրա հաշվին ոնց որ մեքենայի սրահը մի քիչ ավելի փոքր է, ու այդ առումով ճապոնականները իրանք առավելություն ունեն, որտեղ նույն երկարության մեջ իրանց սրահը ավելի երկար է։ Նստում ենք իր մեջ, էսի սենց սխմում ենք ու սենց նստարանը ձեզ բերում է առաջ, սենց գալիս եք, այս ինչքան է գալի։ Նես տպավորության ոնց որ կենտրոնում նստեք միջև մետրո բարեկամություն ձեզ տանելու է։ Երբ որ դնում եք հետադարձ, այս երկու հայլիները սենց իշտում են, որ դուք ձեր աջ ու ձախ սենց ակերի մոտիկ տեղերը տեսնեք, ճիշտ է, այդտեղ 360 աստիճան տեսախցիկ կա, բայց դե 360 էս էկրան այնքան փոքր է, որ ստե մի հատ էլ լուպա պետք է մեքենայի հետ տան, որ դուք սենց դնեք ու սենց հասկանաք էս ինչա։ Ինձ թվում է էսի useless բան է։ Էս լրիվ հերիքում է, որ հետևը տեսնեք ինչա ոնց է, ինձ թվում է հայլիներով ավելի հարմար է նայել ձեր հետևը, քան ստե ինչ որ անհասկանալի բանով է, որպեսզի հասկանաք ինչքան
փոքր է, այս ոնց որ հեռախոսը, այսպես թեք պահում եմ, այսինքն իմ iPhone-ի այսքան հատվածով է, հա, ձեր 360, տիպը լիքը բան պետք է ցույց տա, ինչ եք դե տեսնելու, չգիտեմ, ասեմ ավելին, եթե մութ է լինում, դուք ձեր կողքերը ընդհանրապես բան չեք տենում, որտեվ դիմացը գոնե ունեք լուսարցակեր, որ լուսավորման հասկանում եք ինչա կատարվում, հետևն էլ պարզայելի ինչ որ լույսեր, բայց աջ ու ձախը լրիվ մութ է։ Իհարկե sense որպես դիզայներ նայում եմ, ստեղ մի քիչ sense ժամանակակից էսթետիկ sense նուրբ տափակ sense ինչ որ կոճակներ է սարքած, բայց էսի մի քիչ sense նախնադարից է եկած, ստեղ էսի ղեկի տաքացումը, այ էս չեմ հասկանում ինչա only։ Հա, էսի cruise control-ի համար է, որ գծերի մեջ պահի պահ տենում եք, ինչ թիթի զարգացած բաներ ունի։ Լույսեր ուժեղացնեք, թուլացնեք։ Մի խոսքով լիքը հնարավորություններ ունեք, էս sense հետ առաջ վերև ներքև լրիվ ամեն ինչը կա, ստե sense իր թաթիկով մուլտիղեկ, այսինքն ընդհանուր առմամբ այն ինչ պետքա ձեզ ժամանակակից մեքենա վարելու հարմարություններից, ստեղ ամեն ինչ կա։ Միակ բանը, որ պակաս է, դի պանորամա լուկն է, պանորամա լուկը ընդհանրապես ընկերների մոտ թիթիզանալու համար է, բայց պրակտիկորեն չեք օգտագործում, ամառները շոկ հանդես տաքություն է գալիս, տարին երկու անգամ էլ պետքա հանեք, այս փոշոտ Երևանի պայմաններում մաքրեք բանանեք, թե չսկսում է լրվել պանորաման, վատ բացվել, փակվել, ճռճռալ, չգիտեմ, ես պանորամա չեմ սիրում, Հայաստանի համար ընդհանրապես անիմաստ բան է, ստեղ կարակ ջրեր դնեք, բայց պահող բան չկա, պետքա զգուշելնեք, որ չթափի, սենց ուղակի սենց ինչ որ անցկեր են, ստեղ ինչ ունենք, ստեղ լիքը բաներ, ծխելը վնասի առողջությանը ունենք, ստեղ, էս ինչա, AUX, MAUX, ստեղ լիքը բաներ, ստեղ լավ մեծ, հələ սենց փորում եմ, գոլե չեմ հասել ներքին, ինչ որ Ferrari լոգոյով բան կթա, էս ինչա, Zaji Galga բանալու կորպուսը, տեսնում եք, այս բերմուդյան եռանկյունու նման բան է, էսի սենց ինչ-որ մի բան դնեք ստեղ, կարող էլ չկդնեք, կարևորը USB-ն կա, 12 վոլտի տեղը կա, առողջություն քայքայող բաները կա, օրո լիքը կոպեկներ, լետնանք ավտոյի տերը չի նայում, սրանք սենց տանենք սախ, ստե մի 10,000-ի կոպեկ երևի կլնի, նստատեղերի տաքացում, թույլ եւ ուժեղ, տեսեք ինչ հետաքրքիր տեղ է դրած։ Ստեղ ունենք USB, AUX, էլի անցք, որի վրա ոչ մի բան գրած չի ու ինչ ուզեք կարակ մտցնեք, auto hold, parking, ջրերի առումով ստե մեծ շիշ, էլի sense մի ձև ճխլելով կարամ մտնի, փոքր շշերը ստե էլի sense ճխլելով կարամ մտնեն, բայց էսի իրականում նախատես ածա, որ դուք sense ուղակի sense մի հատ շիշ դնեք ու sense լրիվ հերիքա մանր մուներ էլի ինչ որ բաներ, տրեապկաններ, ինչ որ անուշ հոտեր, փսփսիկներ, Versace, Gucci, Mucci, չգիտեմ, ես դրանից բանման չեմ հասկանում։ Սրանց ֆորման է շատ հետաքրքիր, ոնց որ ինչ որ սևամորտ կովի պտուկներ լինեն։ Ասես էս ինչ ֆորմա է։ Ասես 3D կարմասս պտտվի կեղտոտի ավտ։ Բայց հարմար է սենց գիտեք, սենց երաչապ սենց 3D պտտվող սաղ էլեկտրոնիկան գժվստենք խառնենք իրար։ Հաշվի առնելով թե ընդ ինչա նկարած, այդ նշանակում է, որ մեքենան ունի ապահովության համակարգեր, այսինքն եթե ինչ-ինչ պատճառներով ձեր ուշադրությունը շեղել եք, որը ի դեպ չի կարելի, ու մոտեն մեկ ինչ որ մեքենայի, մեքենան ինքն իրան կարգելակի համ դիմացից, համ հետևից։ Ու քանի որ վաղորդի նստատեղը իջնելուց նստարանը հետ է գնում, ես ուզում եմ այս մասով հասկանամ ինչքան տեղ կա հետևը, ստեղ ես կարգավորել եմ նենց ոնց որ ինձ Lenovo ստեղ հարմար է նստելու համար, ու հիմա գնանք տեսնենք թե հետևը ինչքան տեղ կա։ Վայ, դու ինչ ես անում ստեղ, այ ձի, էսի Audi չէ քո համար, իջի գնա, հենա քո Audi, գնա։ Ահակին է։ Ու ստեղ լավ էնա, որ այս մեջքը լինում է մի քիչ ավելի հետ տալ, քան որոշ մեքենաների մեջ։ Օրինակ սենց էլ է նորմալ լինում նստել, ու էսի կարակ մի քիչ էլ է սենց հետ տակ, ու սենց ավելի փրված եք նստելու, էսի շատ լավ է, կարծեմ ստեղ էլ լինում է առաջ հետ տալ, հա, հեսա։ Եթե ասենք ձեր հետևի իրերը ավելի կարևոր են, քան ուղևորները, սենց կարակ պատժեք, սենց ճզմեք սաղին, ասեք այս սենսո միջև սենց կարակ բանեք։ Երրորդ հոգու համար ստեղ նույնպես հարմար է, նույնիսկ ասեմ ձեզ փափուկ է, հա, թե այս ներքևի հատվածը թե հետևի, սենց հանգիստ կարա երրորդ մարդը նստի, նույնիսկ ստեղ ոտերն էլ կարա սենց դնի, տեսեք, սենց մեծ իմ 44 համար կոշիկները ստեղ սենց տեղ անում, այսինքն պարտադիր չի սենց ճողված նստի, հա, կարա սենց մի քիչ համես նստի ու կողքիները, մի խոսքով հետևը 3 հոգի հանգիստ գնում է, սենց հետաքրքիր ձևով է այս ամեն ինչը աշխատում, առաջի անգամ եմ սենց տեսնում, լավ դրանք դռների հետ աշխատի, հետ առաջ չի լինում, չէ, մենակ վերև ներքև է լինում։ Car seat-ը ստեղ հանգիստ կարակ տեղանեք, բաց էս երկաթները դրած է, տարածքն էլ շատ հարմար է։ Հետևի դռների մեջ սենց մեծ լիտր կեսանոց ջուր սենց մի ձև ճխլելով կարակ մցնեք, այդքան տենց հանգիստ չի մտնում, հելնում, բայց կարակ դնեք, փոքրները դե սենց լրիվ կարակ հանգիստ դնեք։ Պատլակոտնիկը մեր մոտ սենց ուրա
սենց են քաշում իշնումա Ես ինչ ասած, երկու ձեռա պետք է օգտագործել, որ էսի իշնի, հա, մի ձեռով չի լինում, սենց բացում եք մի անգամից տեղ ջրի տեղերը 1 լիտր կեստ է բնականաբար չի մտնի, փոքրերը ստեղ սենց կմտնեն, հա, սենց մի քիչ խաղան, բռնող բաներ չկա, բայց ինչով է, կարող ընդհանրապես էս էլ չլիներ, էսի սենց չի հելնում, չէ։ Ու ունեց հետաքրքիր է, էսի որ սենց փակվում է, հետևը, ասենք, ոչ մի բանով չի ծածկվում, էսի հենց ասենք ձեր բեռնախցիկը, ունեք այսպես ցեխոտ կեղտոտ բաներ դնեք, հա, սենց մաքուր նստածել եք սրահում, ուզենաք բացեք, հա, հերիք չի երկու ձեռ պետք է օգտագործեք, ասես բացեք, կարեք ասես գունդ ցեղ ձուն բռնացնեք ստեղ։ Ու ինձ թվում է այս ամեն ինչը կարելի է նաև ուրիշ ձև օգտագործել, օրինակ այն միջնադարյան տրեբուշետների նման, հա, ասենք ասես շշով ջուրը դնեք, ասես ինչ որ շաու, ասես հաջորդը, ասես իջացնեք, ասես հանեք զարիժատ անեք, ասես կրակեք, թռնի, հաջորդ հետո էլի ասես իջացնեք, ասես ասես դրախ Շատ արագ կատապուլտ անում, ասենք ինչ որ հեռախոս դες պետք չի դնում եք ստես շփորձում եք հետև։ Օ, ծակ կաշիներ, ինչ էլ փափուկ է։ Որակով է։ Ուստեղ կա օպցիա, որը ոտով բացում եք։ Ձեզ պետք է ընդամենը սենց անել ու ինքը բացի։ Ընդամենը սենց անել։ Ընդամենը։ Ես չգիտեմ էսի ոնց է աշխատում, բանալին եթե ինչ մոտս է կապիկություն չեմ անում հեսա։ Ձեզ պետք է պարեք, հաճա։ Օ, տեսակ միջև յա Բացելն ու փակելը մեկ եղավ։ Հələ աշխատի, աչից, ձախից։ Սենց ծանր որ գալիս եք, մի ոտով անեք, բայց պատկերացնում եք ձեր ձեռները այդքան սենց ծանր լցրած լինի, ու դուք գաք դեմը մի ոտով սենց սատանու նման սենց սպարեք ինչ որ։ Օ, աշխատում է։ Օ, լավը գլխից չխփեց, այս դաչիկներ ունի, հա։ Հիմա ուշու ենք անում։ Հու, մավաշի։ Տակից մավաշի արեցիք։ Ու, դեց այ ճապոնական է, ինքը սենց զգում է, սենց իրանց մոտիկ ինչ որ մարտարվեստը ճիշտ է, դա չինական է, բայց էական չի, չինական, ճապոնական շատ մարդիկ չեն աջում։ Հաճա։ Հու։ Սենց ստոյկա եք ընդունում, բայց ես կարող դրակոն ելնի։ Ու ինձ մարդիկ ուզում են համոզեն, որ էսի հարմար բան է։ Ասենք սենց գազ սխմես, մաս սենց արագ ուզում հանեմ։ Նայեք, շուտ արա, բացի։ Կեսից որ, չէ, մի փա։ Չէ, բացի Սպասում եմ 1, 2, 3, 4, 10, 20 Թափով եկալում գնում ենք տեղ ուրա ոտով մավաշի վայ չէ կոճակ աղբոր պես թարգեք էլի ձեռով փակում բացում եք Ստեղ ինքը շատ հետաքրքիր տրանսֆորմեր բեռնախցիկ ունի Օրինակ նայեք, ես սենց կարակ հանեք ու այս սենց դնեք վերևը նայեք ու սենց ունենում եք դարակներ, հա, այդ ասենք ուզում եք հաց ուտեք, այդտեղ սենց ներբերշիկ, պանիր, բան, սենց մի բաժակ բան խմել, բան, սենց նորմալ, սենց ձիգ պոլկա է, էլի, սենց դարակներ, բան, ուրա, մեր հայրս իրաց գազի բալոն ուրա, հա, հեսա, օրա, ինչ էլ մեծ աստե, լավ էլ մեծ ա տեղանում, հա, ստե երևի պահեստային ակա եղել, բայց հիմա ինչպես տեսնում եք, ստե սենց լավ մեծ գազի բալոն ա դրած Էս ինչա մեր մոտ լանչ, էսի նշանակում է, որ մեր վարորդը մի քիչ սենց ավելի շատ է հասկանում մեքենաներից, գործիքներ, կոմպրեսոր, այն ինչը պետք է ունենա, ճիշտ վարորդը, ու քանի որ ստեղ չենք տեսնում, որ մեքենայի մեջ ինչ որ յուղ դրած լինի, այդ նշանակում է մոտորը յուղ չի վառում։ Այս իշն է, էսը սա բուֆերն է, ինչ որ մի ձև երևի հանե դրել են ստեղ։ Իրա դանկրատ մանկրատներն է, այսպես դռնակը դնում փակում ենք Ստեղ էլ դռնակ ունենք, չէ, ստեղ Nissan-ի վանյուչկա ունենք ու 12 վոլտի տեղ, բայց հետա քեզ դե ոչ մի բան գրած չի։ Այդ նշանակում է, թե կարեք պրոստը սենց ձեր մատնել մցնեք, որտեվ պրոստը ծակ է, ով ինձ իր մցնել, կարա ստեղ հանգիստ մցնի։ Ստեղից սենց են ընկնում։ Վերջ, բրծավ, մրցանակային ֆոնդը, չէ, հետևից էր ունեք։ Ստե բաներ չկա, որ սենց քաշեք ընկնեք, սենց պետք է սենց ձգվեք, այս սենց անեք ու սենց բրցեք, եթե ձեր հասակը ցածր է, հաստատ չեք կարա այդքան սենց ճողվեք, բայց սենց լավ բաբակ մեծ է։ Ու իմ սիրած տեստը 1.80 m երկարությամբ ներքնակը տենանք ոնց է տեղանում, սենց ծերը ծերին, հա, մի քիչ որ դիմացի նստարանը առաջ տանք, հանգիստ կլինի ստե պարկել քնել, մեծ ճամփորդական ճամպրուկ ստեղ տեղ կանի, սենց 1, 2 ու մի հատ թեք երորդը իրա վրա։ Ամեն դեպքում բեռնախցիկը լավ հարմար չափերի է, փոքր չի։ Օպա։ Ստեղ պահող ամորտիզատորներ չունի, ստեղ պահիր ինքը տա կոչվում։ Ու ստեղ շատ մտածված են սարքել, տեսեք, սենց առանձին կափարիչով բացվող տեղ է, ու էսի հենց իրա տեղն է, չէ, իհարկե, էս է իրա տեղը։ Ստեղ առանձնապես ոչ մի հետաքրքիր բան չկա, 2.5 լիտրանոց 4 մխոցով շարժիչը, 170 ձիաուժ հզորությամբ ու սենց ինչ-որ տրտրալով, բլենդերի ձեն հանելով էս մեքենան կոմֆորտ ակետից բեկետ է տանում։ Կարծեմ շատերին ամենահետաքրքիր ինֆորմացիան են թե չէ, վրեն գազ կա
կարելի է դնել թե չի, այո, իր վրա հեշտ լինում է գազ դնել, ուստեղ արդեն գազը դրած է, հեղուկ գազ, ամեն ինչ նորմալ աշխատում է, ինչի համար այս մեքենան շատ է սիրված հայերի մեջ։ Այս շարժիչը առանձնապես խնդիրներ չի առաջացնում, ինչը չեք ասի իր փոխանցման տուփի հետ կապված, որտեղ փոխանցման տուփը այս մեքենայի վարիատորը ու կախված նրանից թե ոնց են վերաբերվում խնամուն վարիատորը, ինքը կարա շատ արագ դառնա գլխացավանք եւ կարա ձեզ ծառայի երկար տարիներ։ Ուրիշ ոչ մի հետաքրքիր բան։ Ոնց է մեքենան ընթացքի մեջ, ինքը սենց մի քիչ շատ լողացող հատկություն ունի ու ունես տպավորությունա ոնց որ ակերը ղեկի հետ առանձին կյանքով ապրեն։ Օրինակ տեսեք, այս սենց թեթև սենց ինչ որ բաներ անում եմ, նույնիսկ ասենք եթե սենց ուղիղ գնում եմ, ես անընդհատ սենց մի թեթև ղեկը աջ ձախ, որտեղ սենց ակերը սենց մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, սենց փոսից, բանից, սենց ոնց որ լողում են, այսինքն ղեկն ու ակերը այս սենց մի քիչ թեթև բան ունեն։ Հայ իրան սարքում է պուպուշ, հանգիստ, բայց այդ սրությունը չկա, այսինքն այդ անմիջական կապը ղեկի ու ակերի մի քիչ անհասկանալի է։ Տեսանելիությունը մեքենայի շատ լավն է, հա, սենց նորմալ հանգիստ տեսնում եք, հայլիները հարմար են, նորմալ ցույց են տալի, հետևի հայլին նորմալ է ցույց տալի, սապակին հերիքում է, որ դուք տեսնեք ինչ է կատարվում, մի քիչ բարձրոտ է մեքենան, ինչը շատ լավ է քաղաքային պայմաններում, դուք ձեր դիմացի մեքենայի դիմացինն էլ եք կարողանում տեսնեք ու շատ տենց նեղված ճնշված չեք զգում։ Պատոհանը սենց բարձրացնում եմ, ու այդ մոտորչիկի աշխատանքից, տեսեք, դուռը շարժվում է, հետա գնում առաջ է գալիս։ Գումեք, տեսա։ Ես ես բան չի տեսել, ասենց քաշում ես դուր։ Այդ սուս եմ մնում ձեն լսեք։ Ասենք անենցա դուրը սենց հետո առաջ գնում, որտեղ ռեզինները ճռճռում են։ Ընդհանուր սրահի էրգոնոմիկան դուրս գալիս է, նյութերը դուրս գալիս է, ոչ մի ճռճռոց, լղլղկոց տեսեք չկա։ Սաղ փափուկ է, սաղ փափուկ, ստե ինչ որ սենց կաշվանման բան կա, նույնիսկ ստրոճկա կա, հա, ու հետաքրքիր է, կաշվի ստրոճկեն գրում այնտեղ ինչ որ կարբոն է դառնում, ստեղ կան կարբոններ։ Ի տարբերություն շատ ամերիկյան մեքենաների, էսթետիկան սրահի դուրս շատ է գալիս, սենց մի տեսակ զգացվում է, որ ձեր հաճույքի, ձեր աչքերի հաճելիության համար դիզայներները ստեղ լիքը լուծումներ են գտել, ձեռը լրիվ հասանելի է ստեղ ամեն ինչին, ֆիզիկական կոճակներ, կլիմատ կոնտրոլ, կոնդիցիոներ, ուժեղացնել, թուլացնել, լրիվ սենց հասկանում եք ինչը ոնց է։ Եթե դուք հանգիստ վարորդեք, դուք ոնց որ պատճառ չեք ունենա այս մեքենան չսիրելու։ Հեռախոսը դնելու տեղ ստեղ կա, կարաք սենց էլ դնեք, ստեղ էլ կա հեռախոս դնելու տեղեր, ստեղ ակնոցների տեղ ունենք։ Եթե համեմատեմ գերմանականների հետ, զուտ համեմատելու համար շատ ուղիղ տեղեր, որ դուք գնում եք, ինքը սենց թեթև, սենց ալիքոտ ինչ որ խաղեր ունի, բայց մանր-մուներ փոսերի վրա այդ դղդղկոցը գալիս է։ Այդ նրանից է, որտեվ իր պատվեսկեն շատ պարզ է, ի տարբերություն գերմանականների, որոնք ավելի հավաքված ու ձիգ են, բայց եթե դուք հանգիստ վարորդ եք, ձեզի ոչ մի ձև չի խանգարի։ Քաղաքային մանևրների համար մեքենան հերիքում է, տորմուզները լավն են, ակսելերացիան լրիվ ձեզ կհերիքի, որ դուք ինչ որ վազանցներ անեք եւ այլն, սենց տեղեր է ուղակի սենց ինչ որ դլղ, գլղ, սլղ, հեսա, ինչ որ սենց բաներ կա, բայց սրահը չի ճռճռում, այսինքն ինքը ձիգ է, տենց ինչ որ ձեներ, աղմուկներ, վերևից դռներից տոյքեքից, տենց բաներ գոյություն չունի։ Ավելի շատ դուք շարժիչի ձայնն եք լսում ներսը, քան ինչ որ դրսի մեքենաների, իսկ շարժիչը ստես շատ անդուր աղմկոտ ձեն ունի։ Ասենք որ սենց մի քիչ կտրուկ գազ եք տալիս, ոնց որ ասենք բան աշխատի, բլենդեր։ Վարիատորը վատ չի աշխատում, ասեմ ձեզ, որ հանգիստ քշում եք, թեկուզ մի քիչ ուզում եք դինամիկ քշեք, մի քիչ շատ չէ։ Վարիատորը լրիվ հանգիստ իր գործը անում է, տենց նեղվելու չի։ Բարձր արագությունների տակ արդեն սենց ձայնամեկուսացումը զգացվում է, որ այդքան ուժեղ չի, որտեղ ընդհանուր սենց քամու հոսանքի ձեները լսվում է, ակերի ձեները լսվում է, բայց դա նորմալ է հաշվի առնելով մեքենայի գնային կատեգորիան ու իր դասը։ Մեքենան ազդանշանում է, եթե դուք գծանշումներից դուրս եք լինում, չերևացող գոտիների ստեղ դեղին թարթող զգուշացնող օպցիա էլ կա հայլիների վրա։ Բացի դրանից ստեղ ինչ որ սենց տարբեր բաներ կարաք դնեք, նայեք, այս adaptive cruise control-ին է վերաբերվում, ստեղ ակերի ճնշումն է ցույց տալիս, հա, ուստի մի սենց հետաքրքիր բան կա, տեսեք, այս պահին ցույց է տալի, որ մեքենան համարյա 100%-ով դիմացն է քաշում։ Մայրուղում մեքենան մի քիչ ավելի հավաքված է դառնում, ղեկը սենց
սենց ավելի կտրուկ է արձագանքում ձեր հրահանգներին ու համեմատաբար ավելի ստաբիլ է գնում։ Բայց դե մեկ է իր թեթև էս փափկությունը միշտ դուք զգալու եք, նենց չի որ սենց գերմանականներին ման սենց մխվում կպնում է գետնին, ստեղ էս կփոխեմ հիմա բենզին, որպեսզի սենց մի քիչ ավելի լավ զգամ մեքենայի դինամիկան, որ արդար լինի իմ կարծիքը էլի։ Հիմա տեսնենք ոնց է գնում սենց ոչ լավ ճանապարհներին, հա, ինչքանով է մեքենան կոմֆորտ։ Ասեմ ձեզ, որ ահագին լավ է։ Եթե կտրուկ փոսեր չի լինում, տես ջարդած ասֆալտ, հա, մեքենան լավ էլ գնում է։ Սենց տեղեր կոմֆորտը պահում է մեքենան։ Նույնիսկ ինձ թվում է մի քիչ էլ կարակ արագությունը մեծացնեք, բայց ես էդի չեմ անին ու ինչքան եմ ստեղ գնում, դանդաղ չեմ գնում, ասեմ ձեզ, ու մեքենան շատ լավ է էթում։ Իսկ հիմա ես ուզում չափեմ մեքենայի 0-ից 100-ը եւ կօգտագործեմ այս սուպեր ճշգրիտ սարքը։ Ես այնքան ճիշտ է ցույց տալի, որ Nvidia-ի չիպերի լազերը այս անկապ բաներ եմ խոսում, չէ։ Nvidia-ն կապ չունի, բայց էսի շատ ճիշտ ցույց տվող սարքը Drive Sport, ուրա սրա սպորտը։ Հա, հենա։ Like որտե են տարե պահե աշկից հերու։ Այս վկայման համացեմ, որ այս մեքենան սպորտից հերու է։ Սովորական մեքենաների մոտ էս փոխանցման տուփի վրա է լինում, բայց տարե լստեն այ որտե են պահել։ Սպորտ, ո հնդեղ միացավ սպորտ։ Օ, ստե ESP անջատելու իմաստ չկա, ու այսենց կգնանք։ Օ, տեսեք այնտեղ հետևի վրա գցեց։ Գնա, Մեռնում է վարիատորը 100 12.4 Էսա նայեք 12.4 Էսա մի հատ է կփորձեմ Reset ու գնացինք Այս մեկը ավելի լավ տեղից պոկվեց Լրիվ Շումախերն ենք Ferrari ռոլին նստած Գնա պայքարենք ես Opel-ին անցնենք Ահա Opel-ին կրեցինք Ասի չէ, լավ է տեղից պոկվել 12.1 Ես ասենց լավ աշխատող բլենդերի շարժիչ հələ չէի տեսել Դե ինչ, եկեք ամփոփենք ու տեսնենք ինչ է ի վերջո Nissan Rogue-ը Իրանից ներկայացնում Նախ ասեմ, որ իր երկրորդական շուկայի գնային կատեգորիայի մեջ շատ մակնիշների միջին չափի crossover-ներ կան։ Իրան շուկայական գինը տատանվում է 12-ից 18000 դոլար ու համեմատած իրանց հետ Nissan Rogue-ը չափսերով ամենամեծերից է եւ ունի լավ կոմֆորտ, բայց դինամիկայով ու օֆ-ռոուդում ամրությամբ որոշներին զիջում է։ Մեկ էլ մի հատ կարևոր մեջբերում։ Եթե դուք մեքենան չեք պատրաստվում գազով քշելու, այլ ուզում եք քշեք բենզինով, ապա ես կնախընտրեի իր տեղը Mazda CX-5-ը։ Mazda-ն ընդհանուր որակով ավելի հուսալի է, ավելի դինամիկ եւ բենզինի ծախսն էլ քիչ։ Բայց եթե խնդիր կա մեքենան էկանում շահագործելու, Mazda-ների վրա գազ դնել չի լինում։ Իսկ Nissan Rogue-ի ու լիքը ամերիկյանների վրա լինում է։ Իսկ ես պայն հիշացնեմ, որ չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք հաջորդ test drive-երը, իսկ ես հիմա կանցնեմ մեքենայի բացասական կողմերին։ Երևի ամենամեծ աչք ծակող թերությունը դա իր վարիատոր փոխանցման տուփն է։ Եվ ոչ թե որ ինքը վատն է ի սկզբանե, այլ որ ինքը պահանջում է, որ իր յուղը փոխեն 40000 կիլոմետրը մեկ, չտանջեն ու չտաքացնեն իրան օֆ-ռոուդում կամ սայլակ քաշ տալով, ինքը ծանրաբեռնված աշխատել չի սիրում։ Երբ Ամերիկայից բերում են մեծ վազքով մեքենաներ, 50000 կիլոմետրից ավել քշած, ասենք 100 կամ 150000 կիլոմետր, ու 99% հավանականությամբ յուղ փոխած չեն լինում, որտեվ Ամերիկայում ընդունված չէ այդ պրակտիկան։ Ու բնականաբար դուք ունենում եք պոտենցիալ խնդրով մեքենա, իսկ այդ փոխանցման տուփը սարքելը կարժենա 1500-ից 2000 դոլար։ Բայց իրականում այդ փոխանցման տուփը խնամված տարբերակով կարող է աշխատել 200,000 կիլոմետրից ավել։ Նրա աշխատանքը արագ է եւ սահուն, եւ նախորդ սերնդի վարիատորների համեմատ ավելի հուսալի է։ Նաեւ իր հաշվին բենզինի ծախսը քիչ է։ Հաջորդ խնդիրը վերաբերվում է իր ջրի պոմպի եւ տերմոստատի շարքից դուրս գալու, որը տեղի ունենում շարժիչի տաքանալուց։ Եվ դա հետևանք է չհետևելու ռադիատորների մաքրությանը, իսկ ընդհանուր առմամբ շարժիչը հուսալի է։ Հաջորդը բողոքներ կան, որ իր LDAR ռադարը կարա պահի տակ միանա ու մեքենան անկապ արգելակի։ Եթե համոզված չեք, որ իդեալական է աշխատում ձեր դիստրոնիկներն ու ռադարները, լավ կլինի չմիացնեք։ Նենց չէ որ այդ խնդիրը համատարած սաղի մոտ է, բայց ստատիստիկայով այդ խնդիրը հանդիպում է հաճախ։ Դրական կողմերը
Մեքենան իր դասի մեջ ունի մեծ եւ կոմֆորտ սրահ։ Սրահի նյութերը որակով են։ Մեքենան կոմֆորտ է։ Ճանապարհային բարձրությունը թույլ է տալիս թեթև օֆրոդ մտնել, բայց առանց բուքսավատների։ Չենք մոռանում, որ այն վարիատոր է։ Բենզինի ծախսը քիչ է, պահեստամասերը մատչելի, սպասարկումն էլ հեշտ։ Նաեւ օպցիաների պակաս չեք զգա։ Ում համար է ավելի նպատակահարմար այս մեքենան։ Այն շատ հարմար է որպես ընտանեկան մեքենա, կհամապատասխանի ունիվերսալ օգտագործման համար, քաղաքում, քաղաքից դուրս, թեթև օֆրոդում, չի համապատասխանի դինամիկա սիրող վարորդներին, մեքենան ոչ մի սպորտային պահվածք չունի, արագացումն էլ դանդաղ է։ Ընթացքային մասը ու ղեկը ոչ ինֆորմատիվ, ինքը պուպուշ հանգիստ քշելու մեքենա է։ Եվ չի սիրում, որ իրան տանջում են, ու անկախ իր բարձր ու 4 քաշող լինելուց, այն նախատեսված չի օֆրոդում տանջելու համար։ Կարելի է այն գնել որպես առաջի մեքենա։ Այո, իրան քշելը ապահով է եւ հեշտ։ Մեքենան գնելիս ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Ամենակարևորը, որ տանջած չլինի իր վարիատոր փոխանցման տուփը եւ ժամանակին յուղը փոխած լինի։ Նաեւ մեքենան խոնավություն քաշած կամ ջրի տակ մնացած չլինի, որովհետեւ իր էլեկտրոնիկան բարդ է ու կարա մի աշխարհ խնդիրներ ունենա դրա պատճառով։ Եթե մեքենան տեխնիկապես լավ ու խնամված վիճակում է, այն հուսալի է։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչքան միավոր է այն հավաքում իմ աղյուսակում։ Այսպիսով ունենք 29 միավոր, իսկ ինչ վերաբերվում է մեքենայի խարիզմային, ապա ըստ ինձ ոչ ավել կամ պակաս, քան նորմալ, եւ ընդհանուր ունենում ենք 29 + 2 միավոր։ Ինչևէ, այսօր այսքան է պատրաստել ձեզ համար, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք հաջորդ տեստ դրայվերը, եւ հիշեք, որ չկա վատ ավտոմեքենա, այլ կա անհամապատասխան ընտրություն։ Ձեզ մաղթում եմ անփորձանք երթևեկություն, առայժմ։